Պարոն Շարմազանով, նախ օրվա խորհրդի մասին ինչ կասեք, երթը մեկնարկել է, ինչ սպասումներով եք գնում Մայրաթոր։ Աշնասնի տունն է, մեր եկեղեցի Մայրաթորի, մենք գիտենք, որ վերջին շրջանում Հայաստանի թրքահապատակ ռեժիմը արշավ է սկսել վեհապար հայրապետի և հայրաքելական եկեղեցու դեմ, մեր ազգային ինքնության դեմ, դա Բոլտոնի ծրագիրն է, որը Բոլտոնը 18 թվականին դեռևս հայտնել է, կոչ անելով Նիկոլ Փաշինյանին հրաժարվել պատմական ու ազգային գաղափարներից։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց, Արցախը հայաթափեց, Արցախի հերոսներին վարկաբեկեց, մերժեց, դատապարտեց, հիմա անցել է բարերարներին և եկեղեցին։ Սա ի պաշտպանություն մեր ինքնության, ի պաշտպանություն մեր առաքելական եկեղեցու, մեր վեհապարի, ինչու՞ չէ նաև եկեղեցու բարերար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, սա ուստագնահատությունն է, քայլարշավ է, որ հայ ժողովուրդը հաշտ չէ այս ռեժիմի թրքաբարո հակահայկական ու հակապետական գործողությունների հետ։ Պարոն Շարմազանով, առավոտից իրավիճակը աշխարհաքաղաքական ավելի լարվում է տարածաշրջանում։ Ամերիկան, Միացյալ Նահանգները, այո, ռմբակոծել են Իրանը։ Ստեղծված իրավիճակում արդյոք չենք ուշանում մեր ներքին խնդիրները։ Արդեն շատ ենք ուշացել, բայց ինչ անենք։ Սպասենք вообще կործանվենք։ 18 թվի մայիսի 8-ից ուշացած եք, ապրիլի 23-ից։ Երբ որ մերժեցիք Սերժ Սարգսյանին, երբ որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, երբ որ Արցախը հանձնվեց էլի մնաց, երբ որ 21 թվականի ընտրությունների գնաց և ժողովրդին խաբելով վերընտրվեց, երբ որ Պրագայում 22 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը հանձնեց, երբ որ 23 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափած ժամանակ ասեց ես չեմ ներքաշվելու պատերազմի մեջ, երբ այսօր արդեն խոսում է պատմական ու իրական Հայաստանների հակասությունների մասին և վերափոխում է հայոց պատմությունը դարձնելով Հայաստանի պատմություն։ Այս մարդը Հայաստանի Հանրապետությունում թուրք ադրբեջանական շահերի սպասարկու է։ Ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի այցը և ինչ տպավորություններ եք ստացել։ Ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցելությունը և ինչ տպավորություններ եք ստացել։ Ես Նիկոլ Փաշինյանից ոչ մի դրական սպասում չունեմ, այցելությունները ես 5 տարի առնվազն ձեր եթերում ասում եմ։ Նիկոլ Փաշինյանը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, վեկտորը և Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերահացում Թուրքիայի նոքիարի։ Վերջ։ Ինքն էլ թուրքական վալիի կարգավիճակում է։ Ով որ չգիտի վալին ինչա, վիլայետի ղեկավարն է, նամեստնիկը, նահանգապետը։ Գնացել է հրահանգներ ստանալ, գա, ինչ պետք է անել։ Ցեղասպանությունն ուրացել է։ Ու դրա ելույթը լսեիք։ Ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ մտել է մրցակցության մեջ, թե ով ավելի մեծ հավատարմություն կտա Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Գնում է Էրդողանին, եթե Ալիևը մի քանի տեղ կարող է Էրդողանի ասածը այդքան էլ չանի, կամ ասի այնտեղ կռիվ անեն, չէ, Էրդողանն ասի մենք ենք հաղթել Արցախում, Ալիևն ասի չէ մենք ենք հաղթել, Նիկոլ Փաշինյանն ասում է իմ իշխանությունն էլ, երկիրն էլ, ժողովուրդն էլ ոնց որոշեց տենց է։ Հայաստանը ուղիղ դնում է Թուրքիայից վասալության մեջ։ Դեռ իմպիչմենտի գործընթացը կենսունակ համարում եք և կենսունակ չհամարենք, ԿՄ հայտարարություն չենք անի, այսպես ժողովրդի, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների մտավորականության, հասարակ հայ քաղաքացիների մտահոգ համախմբվածությամբ։ Կամ կլինի Հայաստան, կամ կլինի նիկոլական Թուրքաստան։ Պարոն Շարմազանով, Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը կարող է ընդդիմությանը համախմբման ազդակ դառնալ, թե այնուհանդերձ քաղաքական գործիչները պիտի որոշեն հնարավոր ելքը և ոչ բարերարները։ Սա քաղաքական խնդիր չէ, սա ազգային ինքնության պաշտպանման, սա Հայաստանի Հանրապետության գոյության խնդիր է, մեր ազգի ինքնության խնդիր է, սա քաղաքական հարց չի, կուսակցական հարց չի, որ ասենք հանրապետական առաջնորդի դաշնակցությունը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե մի հատ երրորդ նոր ուժ, սա ազգային ինքնության խնդիր է,
Այսօր հայ ազգը կանգնած է էգզիստենցիալ սպառնալիքի առաջ։ Մենք գահավիժում ենք եւ ցանկացած հայ մարդ լինա բարերար թե հովիվ, քաղաքական գործիչ թե սովորական մանկավարժ, ով որ հավատարիմ է Խաչի ու Մեսրոպյան Այբուբենի հայոց վե գաղափարին, պետք է հավատարիմ մնա եւ սատարի թե եկեղեցուն, թե Նիկոլի դեմ շարժմանը եւ թե բարերար ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Հասկանում եք, այն ինչ որ Սամվելի նկատմամբ կատարվում է, դա խայտարակություն չէ, դա մեր ազգի ամոթն է։ Մեր ազգի ամոթն է։ Ալևը Ռուբեն Վարդանյանին է դատում Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին։ Երկու ազգային բարերարների, ովքեր որ ամենաշատն են ներդրում արել Արցախում, ովքեր ամենաշատն են պաշտպանել Արցախն ու Արցախահայությունը։ Ու պատահական չի, որ բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվեց նույն այն օրը հունիսի 18-ին 25 թվականի բայց ինչ 4 տարի առաջ 21 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը նրա նկատմամբ հայտարարել էր միջազգային հետախուզում։ Երևի Փաշինյանի Ստամբուլ գնալու մի կետերից մեկն հենց դա է, որ գնա Էրդողանի զեկուցի, որ ազգային բարերարներ է կալանավորել։ Ես ասել եմ, եթե Աստված չանի, մենք չհաջողենք, մենք ասելով կուսակցություն հայ ժողովուրդը եւ Նիկոլը չհեռացվի, չհեռանա, չհեռացվի օրինական համադրական ճանապարհով, դրա համար համահայությունը տալիս է թե impeachment, թե անհնազանդություն։ Մենք պրծնելու ենք որպես ազգ, ելնելու ենք համայնք։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը ուզում է դարձնի Ստամբուլի հայ համայնքի կարգավիճակի մի բան։ Որ գնացել նստել են խելոք սենց հարցեր են տալի, չէ՞, մեկը ոչ ցեղասպանությունից խոսեց, ոչ Արցախից խոսեց, ոչ հայաթափումից խոսեց։ 7 տարի է փորձում են քաղաքական բոլոր գործիքակազմով։ Հիմա հույսներս Աստված է մնացել։ Աստված միշտ ուրեմն ցանկացած քրիստոնյա մարդու համար հույսը միակ հույսը Աստված է։ Բայց չեք ասում հույս հավատ սեր։ Աստված հույս է, Աստված հավատ է, Աստված սեր է։ Բայց կա նաև հետաքրքիր բան, նա բոգը նայես նո սամ մի պլաշայ։ Դիվանին նստած ասո հուսին, Աստված մեզ խելք է տվել, որ շարժվենք։ Բանականություն է տվել, սիրտ է տվել, հոգի է տվել։ Գրած է, որ հայրենիքի դավաճանությունը դա վատ բան է, որ ուրացումը դա վատ բան է։ Որ ժողովրդին հայրենիքը ուրանալը դա հանցագործություն է։ Հիմա մենք պետք է անենք։ Իհարկե Աստծո հույսով, Աստծո հովանավորությամբ, բայց մեր ազգային գործունեությամբ պետք է սա լինի։ Սատարում եմ եւ վեհապարին, եւ մեր մայր եկեղեցուն, եւ բնականաբար բոլոր քաղաքապետարներին, Արմեն Աշոտյանին, Սամվել Կարապետյանին ու բոլորին։ Շնորհակալություն։